Սարյան փողոցում երկու երիտասարդ թակել են տանտիրոջ դուռն ու սկզբում ջուր խնդրել։ Օգնություն ստանալուց հետո երկրորդ անգամ դուռը թակելու ժամանակ վերջիններս արդեն ջրի փոխարեն 10,000 ԱՄՆ են խնդրել։ Մերժում ստանալուց հետո ատրճանակին նմանվող առարկան ուղղել եւ սպանության սպառնալիք տալով կրկին պահանջել են գումար։ Իրավապահներին հաջողվել է բացահայտել դեպքն ու ձերբակալել հանցավորներին։ Փետրվարի 22-ին գիշերվա ժամը 4:19-ին 911 ծառայություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևան-Սարյան փողոցում մի քանի ժամ առաջ երկու հոգի ատրճանակով իրեն վախեցրել են եւ վերցրել իր մոտ առկա $10,000 գումարը։ Հաղորդումը փոխանցվեց քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից օպերատիվ խումբ մեկնեց քաղաքացու բնակության վայր։ 2025 թվականի փետրվարի 21-ին ոստիկանության կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել մի քաղաքացուց, ով հայտնել է, որ իրենից հափշտակել են $10,000 ԱՄՆ գումար։ Նշված քաղաքացին հրավիրվել է Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված պայքարի բաժին, որտեղ եւ ներկայացրել է հաղորդում, համաձայն որի իրեն անծանոթ երկու երիտասարդներ մոտեցել են պատուհանին փետրվարի 21-ին գիշերը ժամը 10:30-ի սահմաններում մոտեցել են իր տան պատուհանին, ծեծել տան պատուհանը եւ իբր մեքենայի համար պահանջել են նրանից ջուր, որպեսզի օգնի քաղաքացին։ Վերջինս տրամադրել է նրանց իրենց պահանջած ջուրը եւ նրանք հեռացել։ Դրանից հետո ենթադրյալ հանցանք կատարած անձինք վերադարձել են, կրկին թակել պատուհանը եւ իրենից գումար պահանջել։ Մերժում լսելուց հետո նրանցից մեկը հագուստի տակից ատրճանակի նմանվող առարկա է պահել իր ուղղությամբ եւ սպանության սպառնալիքներ տվել։ Հեռանալուց մոտ 5 րոպե անց կրկին վերադարձել են, ծեծել պատուհանը եւ տանտիրոջից պահանջել, որպեսզի նա իրենց տա իր մոտ եղած $10,000 գումարը։ Սակայն քաղաքացին հրաժարվել է, պատճառաբանելով, որ ներկա պահին իր մոտ գումար չկա եւ այդ ամբողջ գումարը գտնվում է իր էլեկտրոնային դրամապանակի վրա, որպեսզի տա պետք է իրենք սպասեն մինչ առավոտ։ Սակայն անծանոթ երիտասարդները չհամաձայնվելով քաղաքացու ներկայացրած պահանջին, ատրճանակի նմանվող իրեն հագուստի տակից պահել քաղաքացու վրա եւ պահանջել նշված $10,000 գումարը, հավատացնելով, որ եթե չտա գումարը նրանք կսպանեն։ Դրամապանակից հանել է $10,000 գումարը տվել նրանց, որից հետո անծանոթ երիտասարդները հեռացել են։ Փաստի առթիվ կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում նախաձեռնվել է ավազակային հարձակման հատկանիշներով քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակներում սեփականության դեմ ուղղված պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս պարզվել է, որ հանցագործություն կատարած անձանցից մեկը հանդիսանում է 33 տարեկան Կոտայքի մարզի մի բնակիչ, ում նկատմամբ ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումների արդյունքում վերջինս հենց նույն օրը Երևան քաղաքի Խանջյան փողոցում ավազակային հարձակում կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով վերջինս ձերբակալվել եւ տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն, որտեղ խոստովանել իր կատարած արարքը եւ ներկայացրել մանրամասներ հանցանքի կատարման վերաբերյալ։ Փաստի առթիվ կենտրոն եւ Նոր Մարաշ վարչական շրջանների քննչական երկրորդ բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի երկրորդ մասի հատկանիշներով։ Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների դեմ պայքարի բաժնում ստացված օպերատիվ տվյալները իրացնելիս պարզվեց, որ հանցագործությունը կատարել են Կոտայքի մարզի Զովունի գյուղի եւ Արագածոտնի մարզի Փարպի գյուղի բնակիչ տղամարդիկ։ Հենց նրանք են Լենո Լոգան մագնիշի մեքենայով ժամանել Սարյան փողոց եւ կատարել հափշտակությունը։ Հետագա ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է նաեւ, որ վերջինիս հետ հանցագործությունը կատարել են եւս երկու երիտասարդներ, որոնցից 33 տարեկան անձը նույն օրը Երևան քաղաքի Նազարբեկյան փողոցում կրկին ավազակային հարձակում կատարելու անմիջականորեն ծագած կասկածանքով ձերբակալվել եւ տեղափոխվել է Երևան քաղաքի վարչություն։ Այնուհետև շարունակելով օպերատիվ հետախուզական եւ քննչական գործողությունները հայտնաբերվել է նաեւ հանցագործություն կատարած երրորդ անձը 30 տարեկան երիտասարդը, ում եւս ձերբակալել են Մալացիա Սեբաստիա վարչական շրջանից ավազակություն կատարելու կասկածանքով եւ տեղափոխել Երևան քաղաքի վարչություն։ Նշված 3 անձին
ունեինք քրեական վարույթի շրջանակներում ձերբակալման որոշումներ են կայացվել վերջիններիս վերաբերյալ եւ դատարանի կողմից կալանավորվել ու տեղափոխվել Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ։ Ձեռնարկված օպերատիվ հետախուզական միջոցառումներով ստացված տվյալներն իրացնելու եւ վարույթային գործողությունների արդյունքում հիմնավորվել է, որ հիշյալ արարքին մասնակցել է նաեւ երրորդ անձ։ Այդ երրորդ անձը Երևանի Սեբաստիա փողոցի բնակիչ 36-ամյա տղամարդն է։ Նույն օրը ձերբակալվել եւ տեղափոխվել է քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչություն, որտեղից էլ ներկայացել վարույթն իրականացնող մարմին։ Երեքի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը։ Երեքն էլ տեղափոխվել են քրեակատարողական հիմնարկ։